Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 14-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Թիվ 1 իրադարձությունը դա Իսրայել-Իրան առճակատումն է, որ պատկերացնենք, թե ինչ սպասի աշխարհը դրանից, ինչ նոր վտանգներ է սպասվում տարածաշրջանի համար, աշխարհի համար, մեր երկրի համար, առիթից մեր թշնամիները կօգտվեն թե ոչ, հերթով այդ ամեն ինչին անդրադառնանք։ Դե երեք իմացանք, որ Հայաստանի իշխանությունները տարբեր մակարդակներով դատապարտեցին Իսրայելի ագրեսիան, ակնհայտորեն պաշտպանելով Իրանին։ Հիմա շարունակվում է իհարկե դրա մասին խոսել ենք, բայց ելի կանդրադառնամ։ Կայացել է Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանի հեռախոսազրույցն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Զրուցակիցները քննարկել են վերջին զարգացումները, Հայաստանի կողմից արտահայտված դիրքորոշմանը համապատասխան նախարար Միրզոյանը ընդգծել է ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը։ Հայաստանի և Իրանի արտգործնախարարները կշարունակեն ակտիվ կապ պահպանել, այդ թվում ատոմային էներգիայի միջազգային գործակալության շրջանակներում քննարկումների առնչությամբ։ Իհարկե, երբ որ ասում ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքորոշումը արտահայտված, Հայաստանի դիրքորոշումը դե երեք արտահայտել են։ Ակնհայտորեն հարց է ծագում, դա մեր կռիվը չի, մեր ինչին է պետք լինել կոնֆլիկտի կողմ։ Իսկ եթե որը մեկին դատապարտում ես կամ մյուսին սատարում ես, ավտոմատ կերպով դառնում ես կոնֆլիկտի կողմ։ Ինչին է մեզ դա պետք։ Խնդիրը այսպես նայենք, ու հարցը մենակ նա չի, Իսրայել-Իրան, Իրանը մեր հարևանն է, մենք նա այդ խնդիրներ չունենք, այդ տեսանկյունից նայենք։ Ով է կանգնած Իսրայելի թիկունքին, ով է կանգնած Իրանի թիկունքին։ Նաև է դրան նայենք, մենք վաղը որ թիմի հետ ենք, ինչ ենք ակնկալում։ Այն որ ռեգիոնալ քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի ձախողվածերի սկզբան է, որտեղ ռեգիոնալ քաղաքականություն ես վարում, ռեգիոնում մենք մեր հարցերը կլուծենք, Իրանը ռեգիոնի ամենամեծ ուժեղ խաղացողն է, իր հարցերը կարողանում է լուծի, մնացել է մյուսների հարցը լուծի, կամ մենք ռեգիոնի հարց լուծենք, ակնհայտ է չէ, որ դա այդպես չի, ակնհայտ է, որ մեր ռեգիոնը պատկերացնել աշխարհում այնպիսի կտրված առանձնացված տեղ, որ դուք ձեր գործով զբաղվեք, մենք մեր գործով կզբաղվենք, առնվազն անլուրջ է։ Եվ այդ պարագայում մենք հիմա տեսնում ենք, թե Հայաստանի իր դերակատարությունը, Հայաստանի սատալ որևէ բան Իրանին չի տալու, այդ հեչ։ Բայց եւ հարց է ծագելու, թե ի վերջո ինչ են մտածելու են մյուս խաղացողները մեր մասին, չէ՞։ Խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգները, որ Հայաստանը ակնկալում է նորմալ հարաբերություններ հաստատել, խոսքը վերաբերում է Ֆրանսիա, որ նրանց ակնկալում են, որ եվրոպական անվտանգության հետ կապված դա պետությունն է, որը մեզ բարեկամ պետությունն է եւ նրա միջոցով մենք կարող ենք մտնել այդ թիմ եւ ապահովել մեր անվտանգությունը, առավել եւս տեսնում ենք ինչ փխրուն վիճակ է եւ առավել եւս ով պետք է մեր անվտանգությունը երաշխավորի։ Իդեպ այսպիսի խնդիր էլ կա։ Շատ դժվար է միանշանակ կարծիք հայտնել, թե եթե դու մի կողմին դատապարտում ես կամ մի կողմին սատարում ես, դա ինչպես է անցալվում։ Իրանը դրոններ էր տալիս Ռուսաստանին, Ռուսաստանը այդ դրոններով, բալիստիկ հրթիռներով հարվածում է Ուկրաինային։ Ուկրաինայի թիկունքին կանգնած է արևմուտքը։ Ասում է պատրաստ եմ զորք տամ, Ուկրաինան իր անվտանգությունը պետքա պահի, տարածքային ամբողջականությունը վերականգնի։ Ինքը ինքնիշխան պետությունը ոնց կարող է պատահի ուժի դիրքից մտնես։ Հիմա հարց է ծագում, եթե դու դատապարտում ես Իրանին հարվածը, բայց չես դատապարտում, որ Իրանը դրոն է տալիս Ռուսաստանին, որը հարվածում է Ուկրաինային, ավելի լավ է ոչ մեկին է չդատապարտես, միակ մտահոգություն հայտնես, քաշվես գրախ, որտեղ որևէ ձևով դու չես կարող բացատրել։ Իսրայելի կողմն էլ ես չես կարող բացատրել։ Ես դրա համար եմ ասում, որ մենք պետք է պահպանենք ակտիվ չեզոքություն։ Բացարձակ պաշտպանես Իսրայելի տեսակետը, կբերեն տասնյակ փաստեր կդնեն դեմդ, կասեն սրան էլ ես համաձայն։ Ստիպված դե ասես չէ։ Պաշտպանես Իրանի տեսակետը, դու բերեն դնեն դեմդ, ասես սրան էլ են համաձայն։ Դե ասես չէ։ Դե բա որ չէ, քո ինչին է պետք դրա մեջ մտնել։ Իմ ասածը սա է։ Սա այն դեպքը չի, որտեղ կարելի է կոնֆլիկտի կողմը լինել։
Չեխիայում Գլոբսեկ 2025 թվականի ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանը կարող է մաս կազմել տարածաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների քննարկումներին, նշելով, որ Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում Զանգեզուրի միջանցքի մասով։ Դա հնարավոր է, քննարկում ենք։ Մեր նպատակը չէ տեսնել մեկ այլ մեկուսացում, մարգինալացում տարածաշրջանում, բայց միևնույն ժամանակ մենք եւս որոշ ակնկալիքներ ունենք Հայաստանից։ Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի Զանգեզուրի միջանցքի մասով։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից։ Ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք։ Լավ այն անվանենք անցուղի։ Մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախճեվանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված ենք եղել այդ հնարավորությունից։ Հենց որ լինի Նախճեվանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար եւս, բայց մենք եւս կուզենք տեսնել Հայաստանին որպես հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների մաս, ասել է Հաջիևը։ Սա հենց այնպես ակնարկ չի։ Պարբերաբար խոսել ենք այդ մասին, որ մենք Իսրայել-Իրան առճակատման ժամանակ անհանգիստ ենք, որ Ադրբեջանը առիթից կօգտվի։ Իհարկե առիթից օգտվելու հետ կապված մի հարց էլ կա։ Մենք նաև մտածում ենք, որ Իսրայելի հետ նորմալ համագործակցում է Ադրբեջանը, իսկ տեսնում ենք, թե Ամերիկան Իսրայելի թիկունքին ինչպես է կանգնած, ավելին է կանգնած, քան երբևէ կանգնած է եղել։ Ու ի դեպ նորից եմ ասում, ես վստահ չեմ, որ ճիշտ են հաշվարկել Իսրայելի այսօրվա իշխանությունները, որովհետև իրանք Իրանի հետ առճակատման ժամանակ հիմա այսպես նայենք, փաստաթուղթ ստորագրեցիր, կարող է խաղաղություն կնքես։ Ենթադրենք ինչ-որ մի պատերազմ, այնքան պատերազմներ ա եղել, որը փաստաթղթով կարողացել ես կանխես։ Ի վերջո կռիվը քաղաքական որոշում է, ռազմական գործողության ես գնում, դադարեցվում է քաղաքական որոշմամբ։ Դրա համար ես նույնիսկ չեմ ձեզ ներկայացնում, նա նրան հարվածեց, նա նրան հարվածեց։ Ուկրաինական պատերազմի հետ կապված էլ արդեն 4 տարին է խոսում եմ, բայց երբեք ռազմական խրոնիկայի մասին չեմ խոսում։ Խոսում եմ քաղաքական որոշման, ինչ է տեղի ունենում եւ դա ինչին կարող է հանգեցնել։ Ի վերջո, բայց մի խնդիր կա Իսրայելի եւ Իրանի պարագայում։ Իրանը ուզում է Իսրայելը ոչնչացված տեսնել, այլապես երբեք անվտանգություն չի դի, Իրան անվտանգ չի զգալու։ Առավելևս տեսնում եք ինչա կատարվում։ Որևէ այլ տարբերակ Իրանին ձեռնտու չի։ Իսրայելը ուզում է Իրանը ոչնչացված տեսնել, որևէ տարբերակ, որ կարող է հետո Իրանը ուժեղանա եւ պատասխան տա, Իսրայելի շահերից չի բխում։ Պայմանականորեն նայենք, որպես կոմպրոմիսային տարբերակ Իսրայելը պատկերացնում է, որ կարող է իշխանություն փոխի Իրանում։ Գոնե դա եւ այդ փոխած իշխանության հետ նստի պայմանավորվի եւ դադարեցնեն պատերազմը։ Չեմ հավատում դրա։ Ասեմ ինչի։ Որովհետեւ երբ որ Իսրայելի վարչապետը կանգնում դիմում է իրանցի ժողովրդին եւ ասում է ես ձեզ ազատություն եմ բերում, չեմ հավատում, ասեմ ինչի։ Այո, Իրանում կան մարդիկ, ովքեր մի մասը շատ դաժան ձևով է հիշում շահի ժամանակները, թե ինչ դաժան ձևով ժողովրդին ճնշում էին, պատժում էին գաղտնի ոստիկանության մասին, Սավակի դանենց թե էին պատմում, թե ինչա կատարում։ Մի մասն էլ հիշում, ասում, բայց հիշում եք Ամերիկայի հետ լավ հարաբերություն ունենք, ազատ ապրում ենք, այս ինչ է այս կրոնապետությունը, այս ինչ վիճակա, մեր ազատությունները կաշկանդված են։ Այո, հասարակության մեջ մի մասը դա այդպես է հիշում, մի մասը այդպես է հիշում։ Մի մասը կողմ է աշխարհիկ կյանքին, մի մասը կողմ է կրոնապետությանը, կամ համենայն դեպս գոնե ասա տարբերակը, որ մեր երկրի ինքնությունը չկորցնենք։ Բայց բոլոր պայմաններում շատ քիչ մարդ կգտնեք Իրանում, նույնիսկ այդ տեսակետներ ունեցողները, որոնք թշնամի չեն համարում Իսրայելին։ Այսինքն Իսրայելն ասի, հարվածելով քո քաղաքներին ես քեզ ազատություն եմ բերում, չաշխատող տարբերակ է ժողովրդյան։ Ու դրա համար եմ ասում, նույնիսկ Ռեզա Փեխլևին, որը լուրջ ճանապարհ անցած, լուրջ մարդ է, տարիքը տեղը աշխարհ տեսած, Ամերիկա ապրած Շեհզադե Փեխլևին, եթե ինքը ցանկացած ուրիշ իրավիճակում Ամերիկան միշտ իրան պատրաստ պահում էր, որ կարող է մտցնել ու ասել ես կրոնապետությունից վերացնենք այն հարուստ իրանցիները, որը հեղափոխությունից առաջ դուրս են եկել, լուրջ կրթություն են ստացել, լուրջ ընտանիքներ են ստեղծել, այդ բոլորը կարող են Իրանին օգնել եւ ստեղծել նոր որակի էլիտա, գուցե դա հնարավոր էր։ Բայց ասել, որ
Իսրայելը խփեց, մենք ձեզ ազատություն ենք բերում ու ինքը անցնում է Իսրայելի կողմը, ինքը այդ ամբողջ տարիների իրան պահածը միանգամից ջուրը լցրեց։ Դա նշանակում է չեն ճանաչում Իրանի ժողովրդին, որին Իսրայելը կոչ է անում, ես քեզ խաղաղություն եմ բերել քո մայրաքաղաքին հարվածելով։ Դա այնքան է անտեղյակություն, նաև եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններն են դա ողջունում, իրանք այնքան են անտեղյակ, որ կարելի է Իսրայելի միջոցով խաղաղություն բերել, ազատություն բերել Իրանի ժողովրդին, ինչքան որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կարծում էին, որ եթե իրանք մտնեն Ուկրաինա, իրանց աղոհացով պետք է դիմավորեն։ Այդ աշճանի անտեղյակ են, ժողովուրդ ջան։ Ուղղակի եթե մի քիչ իրանք տիրապետեն ում հետ են կռվում, ինչ է անում, պետք է հասկանան մի բան։ Այս պատերազմը ոչ ոքի տարբերակ չի լինելու, այլևս տեսնում ենք, իսկ մեզ համար շատ վտանգավոր է։ Իրանը հաղթեց, պետք է ասի, թշնամի է արևմուտքը, այս կողմերը չերևա։ Եթե իմանան, որ հանկարծ արևմուտքի հետ Հայաստան համագործակցել ես, զորք կմտցնեմ Հայաստան, ով է դեմ առնելու, եթե ինքը Իսրայելին հաղթի։ Եթե ինքը Իսրայելին պարտվի, այդ պարագայում ասում ենք Իրանն է մեր անվտանգության երաշխավորը, բայց հետո ինչ ենք ասելու, եթե Իսրայելին պարտվի, իսկ Իսրայելը Ադրբեջանի դաշնակիցն է, այդ ժամանակ ինչ ենք ասելու, ով է մեր անվտանգության երաշխավորը, որ միշտ ասել ենք, որ երկուսի հաղթանակի պարագայում մեզ համար խիստ վտանգավոր է, մեզ պետք է կամ իրար հետ համաձայնության գան, շատ նորմալ հաշտ ու խաղաղ ապրեն, մեր համար լինի իդեալական տարբերակ, կամ համաձայնության չգան, բայց իրար չուտեն։ Մի կողմ քաշվեն, Իրանը իր գործով զբաղի, Ամերիկան իրար, հանգիստ թողեն իրար։ Այդ երկու պարագան մեզ համար ձեռնտու է։ Այս կարգի պարագայում հաղթողներ ու պարտվողներ չկա, երկու դեպքն էլ մեզ համար վտանգավոր է։ Իսկ հիմա տեսնենք Վրաստանն ինչ է ասում, ամեն մեկ իր հայտարարությունը ներկայացնում, որ կողմնորոշվենք ամեն երկիր ոնց է դիրքավորվում։ Հայաստանը կոնկրետ դիրքավորվեց Իրանի կողմ։ Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Իրան եւ Իսրայելի միջև էսկալացիայի կապակցությամբ եւ ընդգծել է դիվանագիտական կարեւորությունը հակամարտության կարգավորման գործում։ Մենք խորապես մտահոգված ենք Մերձավոր Արևելքում լարվածության աճով, որը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար։ Ընդգծում ենք դիվանագիտական ջանքերի կարեւորությունը իրավիճակի ապաէսկալացիայի եւ կայունության ապահովման համար, ասված է հայտարարությանը։ Ինչպես տեսնում եք, որևէ մեկին չի դատապարտում։ Ուղղակի մտահոգություն է հայտնում, որը նաև հայտնել է երեք Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Վրաստանը նույնպես մտահոգություն է հայտնում, ուրիշ ոչինչ։ Ինքը իրան կոնֆլիկտի կողմ չի պատկերացնում։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, Լավրովը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունները եւ ցավակցություն հայտնել զոհերի կապակցությամբ եւ նշել, որ Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտության ապաէսկալացիայի, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ կարգավորման ջանքեր։ Երեք էլ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը դատապարտող իմացանք, բայց այնպես հետաքրքիր ձևակերպումներ են ասում։ Այս մարդիկ ամոթ չունեն, էլի։ Ոնց կարելի է մարդկանց խփել քշերվա կեսին եւ այլ, այդ էլ հասկացան, որ չի կարելի խփել։ Բայց դուք ինչով եք զբաղված Ուկրաինայում։ Բա որ դուք խփում եք, ում եք խփում։ Այսինքն միջազգային իրավունքից է խոսում, տարբեր բան։ Գոնե Ռուսաստանը դա այնպես չխոսա, էլի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհրուն Բայրամովը հայտարարել է. Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել երրորդ երկրների, այդ թվում հարևան եւ բարեկամ Իրանի դեմ։ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդակցության համաձայն զրույցի ընթացքում Բայրամովը նաև ցավակցել է Իրանի երկրի մի շարք բարձրաստիճան զինվորականների մահվան առթիվ։ Կողմերը նաև ընդգծել են լարվածության թուլացման եւ խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Բայց չմոռանանք, Ադրբեջանը չի դատապարտել ոչ մի կողմին։ Բայց ուրիշադրություն։ Ադրբեջանն ասում մեր տարածքը թույլ չենք տա օգտագործել։ Բայց հարցը ցակում, բայց ինչ որ մի ժամանակ Ադրբեջանը Ամերիկային ասել էր, ավելի ճիշտ խաբել էր, այդ մասին շատ ենք խոսել, որ ես պատրաստ եմ իմ տարածքը պլացդարմ սարքեմ Իրանի հարվածելու համար։ Ասել են, որ դա բլեֆ է, ինքը այդ տարածքը չի տալու, ինքը վախենալու է Իրանից, բայց դա ասում է նրա համար, որ եթե ուզում եք Իրանին հարվածեք, ու շատ չգիտի կհարվածեն թե չէ, իր պատրաստակամությունը հայտնել էր նրա համար, որ ասել դե բերեք Իրանը Հայաստանից կտրենք,
բերեք այդ Զանգեզուրի միջանցքը, որ մենք ասում ենք այդ բառը դուրներես չի գալի, բերեք տվեք ինձ, որ վերևից Իրանը կտրենք, պլազդարմներ ստեղծենք, դուք Իրանին հարվածեք։ Հաստատ իրանք իմանալով, որ Ամերիկան Իրանին չի հարվածի, ինքն էլ մինչև այդ արդեն այդ ճանապարհը վերցրած կլինի։ Բայց քանի որ հանկարծակիության գործունի խնդիր կար Իսրայելի համար, նա չէր ցանկանում իր պլանները որևէ մեկի համար բացահայտի, ու այդ պարագայում իր Ադրբեջանի կարիքը չունեցավ, Ադրբեջանը պարզ բացահայտեց, որ ես իմ տարածքը չեմ պատրաստվում որևէ մեկին տալ, իմ տարածքը պլազդարմ օգտագործեն հարվածելու։ Իդեպ մի բան, որ Հայաստանն էլ պետքա, այո, հրապարակային էլ ասել, ոչ հրապարակային կարող է ասած լինի, բայց հրապարակային է, որ երբեք Հայաստանի տարածքը մենք թույլ չենք տա օգտագործել ընդդեմ Իրանի, եւ երբեք Հայաստանի տարածքը թույլ չենք տա, որ Իրանը օգտագործի ընդդեմ Արևմուտքի։ Վերջ, Հայաստանի տարածքը հանգիստ թողեք, սկսած օդային տարածքից ցամաքային տարածքով։ Այդ բանը ինչպես տեսակ, Ադրբեջանը հարվածից հետո արդեն խոստովանեց, որ ինքը իր տարածքը չի տրամադրի։ Մինչև այդ ինքը հաստատ գիտեր դրա կարիքը չի լինելու, ասում էր համաձայն եմ։ Դուք մենակ Զանգեզուրի միջանցքը տվեք ինձ։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է. Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ Իրանի եւ ԱՄՆ-ի բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր հունիսի 15-ին, դեռևս չի չեղարկվել։ Դեռևս հստակ չէ, թե այդ հարցով մենք ինչ որոշում կընդունենք։ Իդեպ դա խոսքը վերաբերում է վաղվա հանդիպմանը, որը նախապես պլանավորված էր, բայց նույն Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ իսրայելական հարձակումից հետո Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցություններն անիմաստ են դարձել։ Բայց պարզվում է, որ դա ասելուց հետո որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ իրանք մտածել են, որ դա այդքան էլ անիմաստ չի, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իրանք պայմանավորվեն։ Հիմա կտեսնենք, համաձայնության կգան, թե չէ, ընդամենը մի քանի ժամվա հարց է, որ արդեն իմանա։ Համենայնդեպս մինչև այս պահը, որ մենք շփվում ենք, նորություն չկար։ Բայց հիմա տեսնենք այն մտահոգությունները, որոնք մենք խոսում ենք ոչ միայն Սյունիքով ճանապարհի մասին է, այլ նաև ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է. Իրանի Նաթանք քաղաքի միջուկային օբյեկտներում ճառագայթային եւ քիմիական աղտոտվածություն է հայտնաբերվել։ ՄԱԳԱՏԵ-ն պատրաստ է փորձագետներ ուղարկել Իրան, ապահովելու միջուկային օբյեկտների լիարժեք պաշտպանությունը եւ դրանց շարունակական օգտագործումը խաղաղ նպատակներով։ Միջուկային օբյեկտները երբեք չպետք է հարձակման ենթարկվեն, հայտարարել է Գրոսին։ Իսկ հիմա մենք անմիջապես տեսնենք Հայաստանի արձագանքը։ Հայաստանի միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնից հայտնել է. Հայաստանի հարավային մասում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն նկատվում իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո։ Կենտրոնի մասնագետները շտաբ մեկնել են Սյունիք, Մեղրի ու Մագարակում եւ Քաջարանում դոզիմետրիկ չափումներ կատարելու համար։ Ժողովուրդ ջան, բավարարում ենք, եթե Իրանին հարվածեն միջուկային օբյեկտներին, մանավանդ խորքային ռումբերով որ խփեն, մենք շատ չգիտենք, թե այդ լաբորատորիաները մարտահոս կլինի, ինչ կլինի։ Մենք գիտենք, որ Հայաստանում շատ տեղեր արտեզյան ջրհորներ են օգտագործում, շատ տեղերով նաև ստորգետնյա ջրեր են գնում, անպայման չի օգտագործեն, բայց չգիտես, եթե միջուկային հարվածը լինի խորքային, ինչը կախտոտվի, ինչ տեղի կունենա, օդը ինչ կլինի, եթե վերգետնյա հարված հասցնեն։ Այս ամբողջ այդ մտավախությունները բա ինչի համար էինք խոսում։ Բա եթե այդ ժամանակները մտավախությունները չկար, հիմա տենց վազելով են չեք գնացել դոզիմետրիկ չափումներ անում։ Ինչ ապատա է։ Բա հանգիստ ձեզ համար ապրեք, էլ քեռակին չկա, հետևից ընկնեիք։ Հիմա դու ուսումնասիրեք ձեր հատուկ ծառայությունները ինչով են զբաղված, չեմ հասկանում։ Հատուկ մենք արագ արձագանքման ջոկատներ ունենք, չէ՞, քեռակիններին բացահայտելու։ Բայց ենք ասում, որ ժողովրդին ասում են, ժողովուրդ ջան, պետք է զգոնը լինել, հանկարծ Իրանին կարող է հարվածել, ջուրն էլ կարող է աղտոտվի, օդն էլ կարող է աղտոտվի։ Մենք սեյսմիկ ակտիվ գոտում ենք, ցանկացած ստորգետնյա պայթուն կարող է առաջացնի մեր մոտ ցնցումներ։ Շատերը հիշում են Սպիտակի երկրաշարժը, ասում են չգիտենք հիմա ներքին մի հատ հրթիռի պայթուն եղավ, ռումբի պայթուն եղավ, որը առաջացրեց երկրաշարժի էֆեկտ, թե իրականում հատուկ պայթացրեցին, որ առաջացնի երկրաշարժի էֆեկտ, թե երկրաշարժը խփեց, որի արդյունքում նաև պայթեցին այդ ռումբերը, շատ ավելի մեծ ավերածություններ առաջացրեց։ Մինչև հիմա մարդիկ ասում մենք ականջով առաջ պայթունն ենք լսել, նոր երկրաշարժը։ Մինչև մարդիկ իրանք ճղում են, ասում են մի հատ ուսումնասիրեք ինչ կատարվեց։ Այդ ամեն ինչը մեզ որ անհանգստացնում է, ասում ենք, չէ՞, ինչպես ասում են, տառապանքներս փորձ ունի։ Իսկ ծաղրում եք, հեգնում եք, ուժեղ տղեկ եք, էլի դուք, այ մարդ բադա ձեզ հետաքրքրում, հա։ Նոր հասկացաք, որ կարող է նման վտանգ լինի, եւ այդ վտանգը կարող է նաեւ վերաբերվի մեզ։ Եվ այնտեղ մեր հայրենակիցներն են ապրում։
Հիմա որ գնացել եք, լավ եք արել, բայց այն ժամանակ, երբ որ ասում ենք Հայաստանը պետք է պատրաստ լինի, նաև էսի նկատի ունեինք, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի, երբ որ այսօրվա դրությամբ դուք դառնում եք կոնֆլիկտի կողմ ու չգիտեք այդ ընթացքում Իրանին հարված հասցնելու արդյունքում Հայաստանի հետ կապված ինչ կարող է տեղի ունենա։ Դա ենք բացատրում, ուրիշ բան էինք ասում։ Իրանը պաշտոնապես տեղեկացրել է Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային եւ ԱՄՆ-ին այն մասին, որ կսկսի Իսրայելի դեմ շատ մասշտաբային գրոհներ։ Ցանկացած երկիր, որը մասնակցում է Իսրայելի դեմ իրանական գրոհների կասեցմանը, իրանական ուժերի կողմից կենթարկվի համամասնակից կառավարության տարածաշրջանային բոլոր բազաների վրա գրոհների, ներառյալ Պարսից ծոցի երկրների ռազմակայանները, ինչպես նաև Պարսից ծոցի եւ Կարմիր ծովի նավերն ու ռազմանավերը, գրել է իրանական լրատվամիջոցները։ Ինչպես տեսնում եք, հետևողականորեն Իրանն ասում է, որ պատասխան հարված եմ հասցնելու։ Իհարկե Իսրայելը կարող է շատ լուրջ հարվածներ հասցնել, բայց նաև չափն էլ պետք է պատկերացնել, որ այդպիսի լուրջ հարվածներ հասցնելով իրանական պետությունը չի վերանալու։ 90 միլիոն բնակիչը 1.650.000 քառակուսի կիլոմետր դու այդ տարածքը ոչինչ անել չես կարող։ Մաքսիմում փորձում ես նոր իշխանություն ձևավորես, որը որ պատերազմի ընթացքում, հարվածների ընթացքում, Իսրայելի հարվածի ընթացքում հաստատ բարեկամ ուժեր երկրի ներսում չես գտնի, այնպես որ այս պարագայում լուծումը բավորն է, իսկ Իրանի տված հարվածները, որը որ կարող է արդեն մտած, իսկ դուք ինչ գիտեք, որ լաբորատորիան խորքային պահպանվեց, իսկ դուք ինչ գիտեք, որ այդքան մշակած կեղտոտ ռումբ սարքելով Իսրայելի վրա չի գցի, իսկ դուք ինչ գիտեք, տեղափոխող ինչպիսի հրթիռներ ունի, որը որ կարող է օգտագործի, ասի, եթե դու իմ մայրաքաղաքին խփում ես, դե խփելը դու հիմա տես։ Այսինքն այս հարցում դեռ process կա, որը որ շարունակական է լինելու, ու այս ամեն ինչի մեջ վտանգը չափազանց մեծ է, բայց այդ վտանգի ժամանակ, որ կարող է անորոշությունից օգտվեն մեր հակառակորդները, բայց սա է խնդիրը, որ մենք մտածում ենք, որ դրա դեմը ինչով ենք առնելու, ինչպես ենք առնելու։ Հայաստանի անվտանգությունն է մեզ առաջի հերթին հետաքրքրում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իսրայելի տարածքի վրա Իրանի հարձակման դեպքում Ֆրանսիան պատրաստ է օգնել պաշտպանական գործողություններում, եթե նման հնարավորություն ունենա։ Ընդ որում Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիայի աջակցությունն Իսրայելին անվերապահորեն չէ եւ ունի իր սահմանները, եւ մասնավորապես Իրանի դեմ հարձակողական գործողություններին Ֆրանսիան չի մասնակցի։ Ինչպես տեսնում եք, հարձակողական գործողություններին չենք մասնակցի, բայց եթե հարված կհասցնեն Իսրայելին, մենք կպաշտպանենք։ Սա ասում եմ նրա համար, որ դու կարող ես Իսրայելին ընդունես կամ չընդունես, բայց հարց է ծագում։ Եթե դու Ֆրանսիային չես ընդունում, բայց Ֆրանսիային ընդունում ես, Ֆրանսիան վաղը պետք է ասի ընկեր, բայց նրան պաշտպանում էի, դու դատապարտում էիր։ Հա կարող է Ֆրանսիան մեզանից չնեղանա, բայց պետք է ժամանակ էլ մեզ ճոքնի։ Դրա համար այստեղ շահշակի խնդիր չի, թե մենք այս մեկին սիրում ենք, այս մեկին չենք սիրում։ Ժորժ ջան, դա քաղաքական ու քաղաքագիտական կատեգորիա չի ձեր սերը։ Չգիտեմ ձեր սերը ում է հետաքրքրում, կամ արժանին եք սիրում, թե անարժանին։ Այստեղ խոսքը գնում է մեր պետության շահերի ու անվտանգության մասին։ Բացարձակ խոսքը Իրանի եւ Իսրայելի մասին չի։ Ես խոսում եմ ավելի շատ ով է կանգնած Իսրայելի թիկունքին, ով է կանգնած Իրանի թիկունքին։ Ունենք մենք կարիքը այն պետությունների, որոնք կանգնած են Իսրայելի թիկունքին, թե ոչ։ Թե մենք իգնորում մեր հարցերը կարող ենք լուծել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է. Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու հրահանգը տրվել է 2024 թվականի նոյեմբերին։ Այս հրահանգը տրվեց Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունից կարճ ժամանակ անց, ասել է Նեթանյահուն, հավելելով, որ իր համար պարզ էր, որ Իրանը կշտապի ռումբ պատրաստել, երբ Իսրայելը ոչնչացնի իր պրոքսիների առանցքը։ Իհարկե շատ գեղեցիկ է հնչում, Հասան Նասրալլահին սպանելուց հետո որոշ ժամանակ հետո հանձնարարականը տվեցինք, որ նախապատրաստ եք Իրանին հարված հասցնել, բայց մարդիկ, ովքեր դպրոցում թվավի դասերը գնացել են, այսպես ասենք, մի հատ վերցնում են նայում են, իսկ Հասան Նասրալլահին երբ եք սպանել, սեպտեմբերի 27-ին, հրահանգը երբ եք տվել, նոյեմբերին, այսինքն երբ ինչ է փոխվել սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբեր, ուղղակի նոյեմբերի 5-ին ընտրվել է Դոնալդ Տրամպը,
Այսինքն այդ հանձնարարությունը տրվել է Դոնալդ Տրամփի ընտրվելու պարագայում։ Այնպես որ պարզ մարդկանց ասեք հասկանան։ Եվ Դոնալդ Տրամփը հենց ի սկզբանե միշտ խոսքը գնում էր նրա մասին, որ ինքը ամեն ինչ պետք է անի Իրանի շարքից անելու դա իր նպատակն է։ Եվ մեկ էլ այս պարագայում հարցը առաջանում, որ արդեն հիմա եթե այս ամեն ինչը իրար կողքես դնում, մարդիկ ասելու են, ուրեմն Դոնալդ Տրամփը Իրանի հետ բանակցում էր զգոնությունը բթացնելու համար, Իրանի հետ բանակցում էր, որպեսզի բանակցության արդյունքում Իսրայելը շատ լավ նախապատրաստվի։ Այսինքն սա Ամերիկայի ծրագիրն էր Իսրայելի միջոցով իրականացնելու։ Ինչքան էլ ասի մենք դեմ ենք եղել, մենք այս օպերացիան բավական հաջող Ամերիկայի կարծիքով եղավ, Տրամփը արդեն տեր կանգնեց, ասեց մենք ենք փայլուն օպերացիա։ Մինչև այդ ասում են մենք կապ չունենք։ Հա, մեզ տեղյակ փայլա, բայց մենք կապ չունենք։ Բայց հիմա գլուխ գովալու ժամանակն եկել է արդեն կապ ունի, բայց հարցածակում։ Եթե այս ամեն ինչը բացահայտվում, այս մի բարդ բան չի բացահայտել։ Հանգիստ նայել Նասրալլահին երբ են սպանել եւ նոյեմբերի ինչա տեղի ունեցել։ Հարցածակում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոնց որ թե մոլորակին խաղաղություն էր բերելու։ Դոնալդ Տրամփը ցանկանում էր ստանալ խաղաղության Նոբելյան մրցանակ շատ արագ ավարտելու ռուս-ուկրաինական պատերազմը։ Դա չստացվեց, հետո ասեց դե լավ, մի հատ զանգով խաղաղացնեմ Պակիստանին եւ Հնդկաստանին։ Հնդկաստանից ասին, որ ինքը բացարձակ կապ չունի այդ պատերազմը դադարեցնելու, դա էլ չստացվեց։ Իրանի հետ կապված հարցում ոնց որ տեսնում եք խաղաղության Նոբելյան մրցանակ այդպես էլ Դոնալդ Տրամփին չի հասնում, բայց այդ մարդուն այդ Նոբելյան մրցանակը պետք է։ Տնտեսագիտության Նոբելյան մրցանակ էլ ոնց որ էլ չի ստանա, որտեղ ինքը ցանկանում էր մի քանի ամսվա ընթացքում $1 տրիլիոն խնայել, եւ մեկ էլ տեսանք, որ դա այն ինչքան գումար որ խնայեցին, այդքան վնաս տվեցին Ամերիկայի տնտեսությանը։ Եթե իսկ $100 միլիարդ համարենք, որ իրանք խնայել են, այդ $100 միլիարդից ավելի մեծ վնաս տվեցին Ամերիկայի տնտեսությանը։ Հաստատ որևէ իրան հարվող մարդ տնտեսագիտության Նոբելյան մրցանակ Դոնալդ Տրամփին չի տա։ Միակ տարբերակն է մնացել քիմիայի ուղղությամբ Նոբելյան մրցանակ, որ երբ որ վերցնում ես խաղաղությունն ու պատերազմը գաղափարները խառնում ես, իրար պայթյուն ալնում։ Այո, լաբորատոր պայմաններում փորձարկեցին երևի, հիմա էլ իրական կյանքում։ Մենք տեսնում ենք այս պայթյունները եկավ մի բանից, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաշխարհային ոստիկանի դերից հրաժարվեց, որից հետո արդեն բոլորն ասին ով ուժեղ է իր հարցերը թողլուծի, հիմա ուզում է բուրը հավաքի արդեն ուշ է, արդեն չեն հավաքվում։ Իսկ համաշխարհային ոստիկանի ֆունկցիան չասենք, որ Ամերիկան կորցրել էր մինչև ուկրաինական պատերազմը։ Այո, մինչև ուկրաինական պատերազմը կորցրել էր։ Ռուսաստանը ռազմավարական պարտության մատնելուց հետո այդ դերակատարությունը ավելի հզոր կվերականգներ, քան անգամ այն ժամանակ, երբ որ Խորհրդային Միությունը փլուզվել էր, որովհետև հավաքական արևմուտքի թիկունքին կանգնած էր Ամերիկան։ Մի քիչ ավելի ակտիվ կանգներ Ռուսաստանին ցույց տար իր տեղը, այդ ամեն ինչը կվերականգնվեր։ Այո, նորից կարող էր Եվրոպային ասել մտածի քո անվտանգության համար, տեսան ինչ կատարվեց։ Ես ամեն անգամ օվկիանոսից այս կողմ չեմ գա։ Եվ Եվրոպային օգնելով որպես գործընկեր դարձել էր մյուս բևեռ։ Այո, այդ պարագայում Ռուսաստանի շարքից անելուց հետո Չինաստանին ասել այդ կողմերը մենք առանձնապես հետաքրքրված չենք, երկուսով որոշում ենք, քեզ ճանաչում ենք, բևեռ, չափը թե կճանաչես, էսա քո չափը։ Գիծնել քաշում ենք, դու ստեղ քեզ լավ կզգաս։ Կլնես բևեռ ու մեզ չես խանգարի, մեր ազդեցության գոտի չես մտնի։ Բայց երկուսով այդ բևեռը կստեղծեին ոչ թե Ամերիկա, Եվրոպա հակադրության պարագայում եւ սենց սկուտերի վրա երրորդ բևեռը կտային Չինաստանին, սա էր տարբերակը։ Բայց այդ տարբերակը բաց թողնվեց։ Նշանակում է հիմա այսօր կարողանալ սենց սանձերը քաշել աշխարհի։ Այս պարագայում դեռ Ամերիկան չի կարող, որովհետև ինքը արդեն դարձել է պատերազմի կոնֆլիկտի կողմ։ Այդ որի սանձերը քաշի։ Այն ժամանակ Ամերիկան արդարության կողմն էր։ Մտել ես ուժով հարևանի տարածք, ես կանգնել եմ թիկունքին եւ ասում եմ ագրեսորին պետք է պատժել։ Այսօր այսպես չի, այսօր ինքը ագրեսորի գործընկեր է։ Այսօր այլևս չի կարա ինքը արդարության դրոշն անցնի, վերցնի դուզգա փողոց, ուժով արդարություն պարտադրի, չի կարողանի։ Այս է խնդրը, դրա համար շարունակություն է ունենալու այս ամեն ինչը։ Իսկ հիմա տեսնենք, ես որ ասում եմ, որ մենք ված շրջապատ ենք ընկել, նաև դա է նկատի ունեմ։ Պակիստան-Իսրայելի հարվածներից հետո աջակցություն է հայտնել Իրանին։ Երկու երկրների արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Պակիստանի արտգործնախարարը հայտարարել է Իրանի հետ համերաշխության մասին եւ
Հարցակումներն անվանել է տարածաշրջանային անվտանգության սպառնալիք։ Ի պատասխան Իրանի արտգործնախարար Արաղչին շնորհակալություն է հայտնել Պակիստանին աջակցության համար եւ հայտարարել, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել ինքնապաշտպանության շրջանակներում։ Իդեպ Պակիստանը դիմել է մահմեդական պետություններին, որ եկեք հավաքվենք ընդդեմ Իսրայելի, եթե մենք հիմա չհամախմբենք եւ Իսրայելին պարտության չմատնենք, հերթով բոլորից ոչնչացնելու են։ Բայց մենք ինչքան գիտեմ մահմեդական պետություն չենք, չէ՞։ Ես բան չունեմ ասելու, մեր իշխանությունների համար դա երազանքի գագաթնակետն է մահմեդական պետությունների ոտերն ընկնելը, բայց մենք, մեր երկիրը, մեր ժողովուրդը հաստատ չի պատրաստվում, չէ՞։ Հիմա այդ մարդիկ ոչ թե երկրներին են կոչանում, որոնք որ Իսրայելի ներողություն Իրանի կողմից են։ Չէ, հատուկ մահմեդականներին են կոչանում, եկեք համախմբենք, մեր շահերին միասնական մենք պատասխան տանք, այլապես մեր շահերին հարվածը հասնում։ Մենք այդ դեպքում ինչ գործ ունենք նրանց կողքը, ժողովուրդ ջան, բայց դա ենք ասում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Չինաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանն Իսրայելից պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական արկածախնդրությունը։ Պեկինը խիստ քննադատությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին, նրան մեղադրելով Իրանի ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության խախտման մեջ։ Չինաստանը խորապես մտահոգված է այն լուրջ հետևանքներով, որոնք կարող են հանգեցնել Իսրայելի գործողություններին։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական արկածախնդրությունները եւ խուսափել հետագա էսկալացիայից, նշել է դիվանագետը։ Պեկինը դատապարտում է ուժի կիրառումը, միակողմանի պատժամիջոցները եւ հարվածները խաղաղ միջուկային օբյեկտներին։ Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը որպես միջուկային զենքի օգտագործման մասին պայմանագրի մասնակից պետք է լիովին հարգվի, ընդգծել է Չինաստանի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչը։ Ուշադրություն դարձնենք, որ Չինաստանը իր շանսը բաց չի թողնելու։ Ամերիկան ցանկանում էր Չինաստանին մեկուսացնել, այսօր ինչ ուզում լինի, Չինաստանը պաշտպանելու էր Իրանին։ Ինչի համար, որովհետեւ Ամերիկայի դեմ դուրս գա, որ Ամերիկային ասի չես անում։ Եվ ինչպես տեսնում եք, ինքը իր պահը բաց չի թողում դատապարտելու համար։ Երեք մի հատ այնց լղոզված հայտարարություն էր արել, բայց այսօր լրիվ սկսեցին կոշտացնել։ Իսկ Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է. Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտների վրա վտանգավոր նախադեպ են ստեղծել, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Նախարարը կոչ է արել Իսրայելի վրա ազդեցություն ունեցող պետություններին կոնկրետ ջանքեր գործադրել խաղաղությունը վերականգնելու համար։ Այսպես տեսնում եք, հիմա իրանք այդ գիծը տանելու են, իրանց համար միևնույն է Իրանը կախտի թե Իսրայելը։ Իրանք կտանեն այդ գիծը, հիշում եք, որ Գազայի հետ կապված էլ իրանք սատարում էին Պաղեստինին, այս պարագայում իրանք միշտ էլ առիթն օգտագործելու են, հակադրվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Իրանք իրենց շանսը, ու այնպես չի, որ մենք ասենք դե եթե Չինաստանն էլ է Իրանի կողմից, մենք էլ Չինաստանի կողմից չենք, պետք չի երազների գիրք կանգնել։ Մենք Չինաստանի հետ ոչ մի պայմանավորվածություն չունենք։ Ինչ որ թղթեր ստորագրել, ինչ որ հանդիպումներ ունենալ, այդ կարգի հանդիպումներ Չինաստանը աշխարհի կեսի հետ ունենում է։ Հետո ինքն է որոշում ում հետ համագործակցություն չէ։ Կամ որևէ ձև որ դուք հիմա պատկերացնում եք, որ Չինաստանը մեր անվտանգությունը պետք է երաշխավորի, այսինքն պետք չի մտածել ասել դե տեսեք, մեր կողմից է Չինաստանը, մեր կողմից չի, Իրանի կողմից է։ Այդտեղ մենք որևէ բան չունենք։ Գիտեք նաև հարցը գիտեք ինչին է վերաբերվում։ Ինչ որ միտեղ մարդիկ անկեղծորեն կարող են հարց տալ, չէ՞։ Պատերազմը ում հետ է, բանակի հետ է, գեներալիտետի հետ է, երկրի հետ է, որ չես զում միջուկային զենք ստեղծի։ Այդ գիտնականներին չես տրեկոտորում։ Որտեղ Իրանը կանգնեց հայտարարեց, որ մեր գիտնականները հասել են այն մակարդակին, որ ինքնուրույն կարողացել են հասնել ուրանը հարստացնելու եւ միջուկային զենք ստեղծելու։ Ինչա, արդեն սեփականաշնորհված է, հա, բոլոր ֆիզիկոսները պետք է հրեալնեն։ Հանկարծ որևէ մեկը որ հրա չի, պիտի սպանենք։ Ուրիշ ժամանակ գոնե այդ գիտնականներին գողանում էին, տանում էին, ասում են արի մեզ համար աշխատի, աշխարհի համար աշխատի, պայմանը տանք, ամեն ինչ անենք, մի սենյակ տանք, այդտեղից դուրս մի արի, այդ ամեն ինչը արա։ Համենայն դեպս չէին դնում անկողնում գնդակը հարում։ Որպեսի գիտական միտքը հետը տանես։ Շատ հեշտ չի լինելու դա արդարացնել ժողովուրդ ջան, նույնիսկ այն մարդկանց համար, եթե նույնիսկ մենք ընդունում ենք, որ Իսրայելի թիկունքին կանգնած է Ֆրանսիա, այո, հարգում ենք Ֆրանսիայի դիրքորոշումը, բայց մենք էլ մեր կարծիքն ու դիրքորոշումն ունենք, չէ՞։ Դրա համար եմ ասում, մենք այս հարցում պետք է ունենանք ակտիվ չեզոքություն, ոչ մի պարագայում ոչ մեկի կողմը չլինենք, որովհետև նույնիսկ եթե Ֆրանսիան Իսրայելի կողմն է, դա դեռ չի նշանակում, որ մենք կարող ենք դուրս գալ այն բանի տակից, որ կարելի է գիտնականին
անկողնու մեջ ոչնչացնել այն նպատակով, որ ինքը զենք չտե, նույնիսկ եթե ինքը միջուկային զենք է ստեղծում։ Մտածեք այդ տարբերակը ուրիշ ձևի լուծումը գտնեք։ Դա ամենայն դեպս տարբերակը չի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար։ Իսրայելը տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է։ Դա եւս մեկ անգամ ցույց տվեց հարձակվելով Իրանի վրա, Իսրայելին պետք է կանգնեցնել լարվածությունը նվազեցնելու համար, նշել է Էրդողանը։ Այսինքն, ինչպես տեսնում եք, առաջիկայում ինչպես նախատեսում էր, ոնց որ տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Էրդողանի հետ, կգնա լրիվ ցուցումներ կստանա, ինքը իհարկե ցուցումները նախապես ստացել է, Պրագայում էլ ասում էր, մենք ամենօրյա ռեժիմով Թուրքիայի հետ աշխատում ենք, արդյունք չկա, բայց ամենօրյա ռեժիմով ուղիղ աշխատում ենք։ Թե դա ինչ է ուղիղ աշխատում, հա, ցուցումներ եք ստանում, հանրահարականներ է ստանում Էրդողանից, հետ էլ հասկացանք։ Ուզեմ ասեմ, հիմա դուք տեսնում եք, թե այս դերակատարության պարագայում Թուրքիան է ցանկանում է ինքը ցույց տա, որ ինքը լիդերն է թուրքական պետությունների եւ ինքը այս պարագայում նաեւ հապարզ է Իրանը թուրքական պետություն չի, ուրանք մրցակից են տարածաշրջանում, բայց ինքը այս առիթը կօգտագործի, որպեսզի իր դերակատարությունը կարևորի տարածաշրջանում, որպես լուրջ տարածաշրջանային խաղացող։ Այնպես որ այս հարցում էլ մենք ուշադրություն դարձնենք, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա։ Զելենսկին մտավախություն ունի, որ դրա պատճառով կարող է նվազել ԱՄՆ աջակցությունը Կիևին, քանի որ Վաշինգտոնը կսկսի ավելի շատ օգնել Իսրայելին։ Այս հարցում համաձայն չեմ Վոլոդիմիր Զելենսկու կարծիքի հետ, ասեմ ինչի, մի մասով գուցե ինքը ճիշտ է ասում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անգամ են խոստացված զենքը չտվեց, ուղարկեց մերձավոր արևելք, որը կարող էր տալ Ուկրաինային, որը խոստացել էր դեռ Բայդենը Ուկրաինային։ Բան չունեմ ասելու, ընդունում եմ, որ դա այդպես է, բայց այնպես չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ տվեց այնտեղ, վերացավ, չունի հնարավորություն։ Բայց չմոռանանք, որ մրցակիցն էլ է աջակցություն ստանում Հյուսիսային Կորեայից եւ Իրանից։ Իրանից պարզը որ այլևս Ռուսաստանը ոչինչ չի ստանա, իսկ Հյուսիսային Կորեան արդեն մտածեց, պահո, սպասեք, այս մեր միջուկային օբյեկտներն էլ կարող է հարված հասցնեն, շարքից հանեն եւ էսլնի։ Ես չդնեմ հանկարծ իմ զինվորներին տամ Ռուսաստանին եւ իմ հրթիռները, իմ դրոնները տամ Ռուսաստանին։ Այնպես որ Զելենսկու ասածը, որ ինքը օգնություն քիչ կստանա, բայց կարող է շատ ավելի մեծ օգնություն պակասի Ռուսաստանի համար։ Մի քիչ դժվարություններ կունենա Ուկրաինան, բայց կարճ ժամանակ հետո այս նոր աշխարհակարգի հետ կապված Ռուսաստանին լրացնելու ցանկությունը շատ ավելի մեծանալու է։ Այնպես որ սա լոկալ դժվարություններ ալնելու Ուկրաինայի համար։ Գլոբալ առումով սա Ուկրաինայի համար ավելի շահեկան վիճակ է, եւ որ պատերազմ սկսվեց, որի դեպքում հասկացան, որ Իրան դու ագրեսորին օգնում ես, հիմա տեսար, դու ինքդ դարձար ագրեսիայի զոհ։ Դե հիմա խելքներդ գլուխներդ հավաքեք, նույնն էլ դա վերաբերվում է Հյուսիսային Կորեային։ Իսկ հիմնական մատակարարներն ով է, Հյուսիսային Կորեանը հիմնական մատակարարը ով է, Իրանն է, բայց չմոռանանք, որոշակի տեխնոլոգիաների հարցով նաև օգնում է Չինաստանը։ Հիմա Չինաստանը, որ դատապարտեց մեկին, մի հատ էլ ինքը պետք է մտածի Ժողովուրդ ջան, ոնց որ տեսնում ենք, այս ժամանակակից պատերազմը լրիվ ուրիշ ձև ունի։ Գալիս են քու երկրի մեջ են մտնում, չգիտես քու երկրում ինչ որ բաներ են անում, հետախուզական այնպեսի լուրջ աշխատանքներ են տանում, դիվերսիոն աշխատանքներ են տանում, երկրի ներսում են պայթեցնում։ Դե գնա այսին լուրջ համակարգեր ստեղծի, եսի ինչ արա, որի պարագայում համենայն դեպս Չինաստանն էլ հասկացա, որ ինքն էլ է խոցելի, այնպես շատ չպետք է ոգևորվի։ Այդ իսկ պատճառով Իրանն էլ ձեռնտու չի Ռուսաստանին օգնել։ Ինքն էլ է հասկանում, որ ինչ որ մի պահ պետք է գա, որ պետք է հասկանան, որ որևէ մեկին պետք է զոհաբերեն, սենց այսպես երկար շարունակել հնարավոր չի։ Իսկ հիմա երբ որ Իրանի հետ կապված դու նրան պարտադրես, որ նա հնարավոր բոլոր ձևերով հակահարված տա, համենայն դեպս այն ինչքան հարված, որ Իսրայելը նույնիսկ ստացավ, շատերը ներկայացնում են, ասում են, դե լավ, քիչ է, ինչպես տեսնում եք, լուրջ վնասվածքներ չի եղել եւ այլն, Ժողովուրդ ջան, այդ երկրի չափերը նայում եք, 22000 քառակուսի կիլոմետրը ՄԱԿ-ի կողմից 14.1 էր, 22000 քառակուսի կիլոմետրը օկուպացված տարածքների հետ միասին, գրեթե հասել է համարյա մի ուռճացված ասած, բայց մինչև 10 միլիոնի։ Բայց դուք պատկերացնեք, թե ինչքան խիտ բնակեցված է այդ 22000 քառակուսի կիլոմետրի վրա։ Դուք հասկանում եք, որ մի հատ փախած ռումբը կարող ինչ ավերածություններ առաջացնի։ Այդ ինչի վրա եք տենց հանգիստ չեմ հասկանում։ Գիտեք ինչքան մարդ է հիմա այսօր ինձ ասենք գրում են, ասում են, բալավ այդ մեր ապաստարաններն ուրա։
Այդ Իսրայելինը հասկացանք, Իսրայելի վարչապետն ասեց, մտեք ապաստարաններ դուրս չգաք, միայն խիստ անհրաժեշտության դեպքում որ գնաք հաց առնեք, գնացեք դուրս չգաք, ոչ մի միջոցառում չեք անում, ինչ հարսանեք, ինչ ծանոթ ինչ կնում, գնացեք դուրս չգաք։ Մեզ ասում են ինչ եղավ, ասեմ հա հիշում եմ մի քանի տարի առաջ նկուղներ էին մաքրում, որ ինչ որ խնդիրներ լուծեն։ Այդպես էլ ով իմացավ այդ նկուղների տեղը իրականում հիմա դրանք ապաստարան են թե չէ, կամ եթե այսօր մի հատ աղետ լինի մեզ համար, մարդիկ գիտեն այդ նկուղների ապաստարանների թողունակությունը, կամ էլ թե չգիտեն դրանք որտեղ են գտնում, կամ ով պետք է միանգամից հայտարարի, որ այս շենքերը գնացեք, այս մի տեղը այն շենք։ Համարենք նախապես չեն ասում, որ թշնամին չի իմանա, համարենք։ Բայց ինչա որ եկավ իրական ժամը մենք պետք է իմանանք։ Մենք պետք է իմանանք, ժողովուրդ ջան, մեր այս փնթի կազմակերպվածության պարագայում մենք պետք է պատկերացնենք, որ ասենք պետք է միանգամից ասեն ժողովուրդ ջան, մտեք այս ինչ տեղը, ամեն մեկը գիտի ինքը որտեղ է գնալու։ Իսկ այդ հարցը առաջացավ հենց Իսրայելի վարչապետի հայտարարությունից, որ կմտնեք ու դուրս չգաք երկար ժամանակ ամես դրա համար պետք է դրա մեջ լինենք։ Ինչի եմ ասում, որ ցանկացած այս կարգի հարցերը, երբ որ մենք նախապատրաստական կանխարգելի մի շարք բաներ ենք մտածում հավանական բոլոր սցենարները։ Այդ ամեն ինչը պետք է իշխանությունները մտածեն եւ հասարակությանը տրամադրեն, հասարակությունը մոբիլիզացված լինի, ժողովուրդ ջան, մենք պատերազմ տեսած, մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք։ Մեզ չի կարելի թուլանալ։ Հասկանում եք, ոչ թե դա նշանակում է խոճապի մեջ լինել, ընդհակառակը, որ դու լավ մարզված ես լինում, խոճապի մեջ չես լինում, ցանկացած իրավիճակին պատրաստ ես լինում։ Եթե դու գնում ես քննության 100 հարցաշարը, 100-ից պատահական 3-ն է անգնում, բայց ջրի պես գիտես 100-ը, որն ուզում է անգնի, դու քո անելիքը հենց դա է։ Դու այդ 100 հարցը պետք է իմանաս, հավանական բոլոր զարգացման 100 հարցերը, դրանից 3-ը կգնի, 3-ը կանես, 4-ը կգնի, 4-ը կանես, ոչ մեկը չի լինի, պատրաստ եղի։ Դրա համար այս կարգի հարցերում նաև մենք անընդհատ ուրիշի օրինակով նայում ենք, բայց տեսնում ենք, որ մեր սեփական օրինակի վրա ոչ հասարակությունն է մոբիլիզացված, ոչ էլ իշխանությունը կազմակերպված։ Դրա համար անելիքները շատ է, ինչ հարած, դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյա YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։